Ես չգիտեմ դուք ես ինչ մոտիվացիա եք անում, որ ես առավոտ բայլուց ժամը 4-ին վիդեո եմ նկարում։ Քնած, արթնացած եւ ուռած դեմքով, առանց ֆիլտր։ Ես հասկանում եմ, որ այսօրվա թեմայիցս հետո ո գիտեք ինչքան հարազատ ընկերուհիներից կքլնգեն կզանգեն, եթե իհարկե լայաղանեն նայեն, նախքան դիմացինին մեղադրել կամ քննարկելը, որը իհարկե սխալ է, բայց մարդ պետք է իր մեջ նայի սխալը։ Ոչ միայն նայի, այլ նաև գտնի եւ ընդունի, որ դա այսքան այդ մեղավորությունը իր մեջ էլ կա։ Ու քանի որ իմ վախտը բերել է, որ այսօր թրաֆիկ չկա Կիրակի լուսաբացին, այսինքն մի ժամ գնացող ճանապարհը ինձ 30 րոպե է տալիս, դրանից կարող եմ հանգիստ բլբլամ։ Խոսքս գնալու է եւ գալու է Snapchat-ին եւ ֆիլտրներին։ Սիրուններս, սիրելիներս, այդ ֆիլտրները Photoshop-ը հələ լավ։ Չնայած դա իջն է լավ։ Ռետուշ անունն էլ դրել են։ Մի խոսքով դա նշանակում է ինքն ձեզ եք խափում։ Ուրեմն երբ որ այն ժամանակ հիվանդություն բանման էին հայտնաբերել, ես սկսեցի կոմպլեքսներից, որ ես ընդհանրապես չունեմ, սկսեցի Instagram-ի այդ ֆիլտրներով ինձ նկարել, իսկ թվերը ես դες սիրուն եմ, լրիվ մոռանալով, որ մի գեղեցկուհի աղջնակ է նա 1988 թվականից ինչ ծնվել է, ու չգիտեմ ինչի անիմաստ տեղը հաչեցներ կան, որ սարքվե դզվել է, մատ վիճակս նայք ինչ ուռած է դեմքս։ Հետո սկսեցի հարազատների շուրջ նկարել, հեսան, բա նկարում էի էլի, որ ասում էի Snapchat-ով կամ Instagram-ի ֆիլտրով նկարի, մի խոսքով նկատել, խափում են իրանք իրանց, որտեղ կանգնեցի թեման, մի խոսքով, եթե դուք ձեզ եք խափում, բան չեք նեղվում, երբ որ տղեկն են ձեզ խափում։ Okay, գիտեմ, որ տղեկն են շատ-շատերը ֆիլտրներով նկարվում եւ Snapchat-երով։ Ես տղամարդկային արժեքի մասին եմ խոսում, ոչ թե գեյրի։ Ոյ։ Որ չեն ասում ֆիլտրով սիրուն եմ։ Ֆիլտրով սիրուն ես, վերցու բլոկնոտդ ու առաջի նպատակներից այդ մեկը գրի, դեմքս ձգել, վիրահատել, սարքել սիրուն, ավելի քան եմ։ Այսինքն դու հայլու առաջ եթե քո հետ անկեղծ չես, դու ոնց ես ուզում, որ աշխարհը քո հետ անկեղծ լինի։ Մարդ արարած, չեմ հասկանում։ Այո, ես ունեցել եմ այդ թերարժեքության կոմպլեքսը, բայց հիմա ինձ համար լրիվ միևնույն է, ինձ ինչ կգրեն, չաղես, նյարես, հետ գնա, առաջարի, կողքից պրոֆիլ, անֆաս, գիտեք ինչ, մարդկությունը պատվերով համերգի համար լույս աշխարհ չի գալիս։ Լավ ասեցի, չէ՞։ Այդ ընկերությունս եմ սովորելի դեպ, բայց հրաշք մի անձ է նա։ Չաղա, նիհարա, կլորա, քառակուսիա, անբարոյականա, բարոյականա, մորիցա ծնված, հորիցա ծնված, տատուցա ծնված, հորողբոր կնգաղ, չկան, բանան, նախանձում է, չգիտեմ ինչի հետ համեմատվում է, իսկ Սեր Աստծո լավ է անում։ Ու շատ ճիշտ է անում, որովհետև դուք այդ ձեր թեմաներով թույլ ավելի տեսակով մարդկանց դրդում եք, որպեսզի իրանք իրենց արտաքինը սկսեն ատելը։ Նախքան Ամերիկա գալս եւ այս վերջերս իմ գերխնդիրն էր առողջանամ թե չէ, անպայման, վայ առողջանալ ասցի, հիշեցի բաչերս։ Հա, վայ նիհար եմ, վայ թեթևանամ, եւ որ sense բոլորով քննարկում էինք, էլ չասեմ ազգեր քննարկում, ինչեւ էս վերջերս գիտեք։ Հետո ես հասկացա, որ ես Ամերիկայում եմ հայերի հետ չհամեմատվելու կամ համեմատվելու համար չի որ։ Եթե ես ուզենամ մեկի հետ համեմատվեմ, ապա իմ տեսակը լրիվ կկորցնեմ, դուք հասկանում եք։ Մարդը պիտի ինդիվիդուալ լինի։ Եթե Ամերիկայից նայողներ կան ինձ, կհաստատեն, որ 80-ից 90%-ը նույն շորերով, նույն զարդերով, նույն ամեն ինչ նույնն է։ Ես չեմ ուզում այտենց։ Ու չեմ սիրում, երբ որ մարդու արժեքը դնում են իր լենքով։ Այո, նիհարելը շատ առողջարար է ու շատ լավ է, բայց մի հատ մարդուն հարցրել եք առաջին հերթին։ Իրան դա պետք է, թե իրան դա պետք չի։ Ինքը հաշտ է իր մարմնում, թե հաշտ չի։ Բոլորը տնենց իրար հետևից սենց խամյակի արագությամբ նույն կալիստոն եք ֆռացնում։ Արդեն գիտեք ոնց է, ոնց որ
դուք արհեստականորեն ծիծաղեք են մարդկանց վրա, ովքեր նույնիսկ չիմանալով կամ իմանալով ունեն հիվանդություններ կամ ունեն որոշակի ավելի ծանր խնդիրներ, քան իրենց լենքն է։ Հենց այնտեղ է հավատացնում եմ ձեզ, ոչ մեկ չի չաղանում։ Դրա համար այդ ձեր ֆիլտրներով նկարելը, այդ սուտը, այդ ոչ իրական պատկերը եւս որոշակի կոմպլեքս է, հիվանդություն է եւ դեպրեսիա է։ Դուք ինքներդ ձեզ պետք է ընդունեք այնպիսին, ինչպիսին որ կաք։ Որովհետև այո, շատ վիդեոներ եմ տեսնում, այսքան նկարում են, մի հար մատ աղջիկա, հետա գնում խեղճ աղջիկս բան։ Չէ, եղեք նենց ոնց որ կաք։ Ես այնքան շնորհակալ եմ, որ ինձ սիրում են այնպիսին, ինչպիսին ես կամ։ Կլինեն 60 կիլո թե 100, այդ կարևոր չի ինչից, դա իմ որոշումն է եւ անֆիլտր։ Մանավանդ մեյքափների ժամանակ, որ ինձ ասում են նար ֆիլտրով էլի նկարի, խնդրում եմ հետո ֆոտոշոփ կանեցելի, հետո ես չեմ անելու ու չեք նկարվելու։ Այն մարդիկ, ում ես միշտ անում եմ մեյքափ, մազ եւ այլն, իրանք ուղղակի չեն հայտնվում իմիջում, մենակ մի պատճառով, որտեղ ֆիլտրով են նկարված։ Մի խաբեք ինքներդ ձեզ։ Պետք չի խառնվել աստծո Եթե նպատակը հարմար է գտել, որ ձեզ այսպես ստեղծի, եթե նպատակը հարմար է գտել, որ պիտի տարիների ընթացքում բժշկությունը զարգանա, որ դուք կարող եք ձեզ թույլ տալ գեղեցիկ, այն ինչ որ երազում եք ունենալ, ուրեմն մի խառնվեք եւ մի դրեք արհեստական ֆիլտրներ։ Արևետ չկա, բայց շատ հավես է։ Այս են պատճերը, ես վստահ եմ, որ դուք հեսա գրելու եք։ Եվ նաև ինֆորմացիա տամ, որ կոմենտում շատ լավ որ գրում եք, բայց եկեք անձամբ գրեք, որ տեղեկություն տամ, որտեղ հեռախոսահամարներ եմ տալու, դժվար կարողանամ կոմենտով այդ հեռախոսահամարները փոխանցեմ։ Ու ամենակարևորը ինքը մենակ էներգիայի համար չի, եթե ավելի լավ տեղ եք անակ եւ իրազեկվեք, կհասկանաք, որ 1000 հիվանդության համար սինթեզման կենտրոն է եւ չգիտեմ այն ծագոտները, որոնք փակ են, այն մեռած բջիջները, որ չեն ապրում, ինչպես են կենթանանում։